Կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ ինձ համար ամենալավ հիմնավոր գնահատականը եղել է հաշվեկնիչ պալատի տարեկան հայտարարություն, զեկույցը, հաշվետվությունը, որտեղ նշում է, որ պետական գնումների գրեթե կեսը 48%-ը մեկ անձից գնումներ են։ Մեկ անձից գնումներ, որպեսզի նաև պարզ լինի մեր հայրենակիցների համար, Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենքով չի թույլատրվում։ Բացառիկ մի քանի դեպքերում է թույլատրվում, այդ բացառիկ դեպքերը կարող են լինել պետական ամբողջ գնումների 5%-ը ոչ ավելին։ 5%-ն է նույնիսկ մաքսիմալ թիվ եմ ասում։ Որտեղ է 5%-ը, որտեղ 50%-ը։ 10 անգամ ավելին, այսինքն, եթե մեկ անձից գնում է, ապա այստեղ ակնհայտորեն կա կոռուպցիա։ Կլինի իշխանափոխություն, բնականաբար յուրաքանչյուր գործարքի հետևից կան եւ մի քանի ամսում շատ արագ կբացահայտեն։ Ցավոք սրտի արդեն ուշ կլինի։ Այո, մարդիկ կդատապարտվեն, ազատազրկման, պատասխանատվության կենթարկվեն, բայց գողացվեց այս 7 տարիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Բայց վստահեցնում եմ գտնենք հաջորդ կոռուպցիոն դեպքերը։ 60 միլիոն դոլարից ավել անիֆի դեպքը, սա գիտեք, եթե մինչև այսօր ձերբակալված չկա, քրեական գործեր այդպես հնչեղություն չի ստանում եւ այլն, սա նշանակում է, որ դա կոռուպցիոն ամբողջական շղթա է, այդ թվում մինչև երկրի առաջին դեմք։ Այ տարբերակ ուղղակի հնարավոր չէ։ Հակառակ դեպքում ինչ որ կատարվում առանց Նիկոլի ձեռամ, դա չէ, տեսեք, եթե այդպես դա լիներ, ապա վաղուց ինքը թեկուզ իր PR արշավի համար, չէ՞ որ 2024 թվականի հունվարի 3-ից պատրաստվում է եւ ակտիվ քարոզարշավ է ծավալում 26 թվականի ընտրություններին մասնակցելու համար, ապա նա հենց հիմա արդեն մարդկանց կձերբակալեր։ Դա վստահեցնում եմ։ 60 միլիոն դոլար այդպես կոռուպցիա էր, կերան գնացին։ Ուրեմն լաստանավեր ձեռք բերեցին, հայտնի գործարք էր, որի վերաբերյալ Հայաստանը միլիոնավոր դոլարների նորից ծախսեց, ակնհայտ էր ի սկզբանե, որ դա չի կարող աշխատել ուղղակի, դա լոգիստիկ շղթայում Հայաստանի որևէ դրական ազդեցություն չէր կարող թողնել, այս փողերը փոշիացվեցին։ 4 նավահանգիստ էին կառուցում Գյումրի քաղաքում, վերացավ չգիտես ինչ կատարվեց։ 7 միլիարդ դոլար Հայաստանի պետական պարտքը ավելացվեց, որով Հայաստանում մի հատիկ այսպեսի սեղան չի ստեղծվել, պարտքի հաշվին չի ստեղծվել այդպիսի բան։ Եթե սեղանը ստեղծվեր մի հատիկ սեղան, այս սեղանի վաճառքից կգոյանար հարկ, այդ հարկը գոնե կսպասարկեր այդ պարտքի տոկոսը։ Այնինչ հիմա այդ 7 միլիարդ դոլարի տոկոսի սպասարկում, միայն տոկոսի մասին եմ խոսում, 320 միլիարդ դոլար է, որը յուրաքանչյուր թոշակառուի ամսական թոշակ կարող էր բարձրացնել 50,000 դրամով։ Թող դուրս գան բանավեճի։ Կոռուպցիա է, թե կոռուպցիա չի, այսինքն ակնհայտ է, չէ՞ որ այդ փողերը իրանք կերել են ինչ որ մի ձև մարսել են եւ այլն։ Դուք ասում եք սեղան չեն գնել, բայց ոստիկանները նոր մեքենաներով